Հայաստանի կենդանի լանդշաֆտների շուկայի զարգացման համար Լիլա ծրագիրը մեկնարկել է 22 թվականի ապրիլին։ Ծրագիրը իրականացնում է ռազմավարական զարգացման գործակալությունը և բնության համաշխարհային հիմնադրամը։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։ Ծրագիրը իր տեսակով նորարարական էր, առաջին անգամ Հայաստանում փորձ էր արվում համադրել երկու կոնֆլիկտային ուղղություն՝ բնապահպանություն և տնտեսական զարգացում։ Մինչ այս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել բացառապես բնապահպանությանը, անտեսելով տնտեսական զարգացումը։ Եվ ծրագրեր, որոնք միայն թիրախավորել են տնտեսական զարգացում, այդ թվում նաև туриզմի զարգացում, երկրորդական պլան մղելով բնապահպանությունը, եւ Լիլա ծրագրի շնորհիվ կարողացանք թիրախային համայնքներում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել, թե ինչպես կարելի է բիզնես գործունեություն ծավալել համայնքներում առանց բնությունը վնասելու, քանի որ այդ բնությունը արժեքավոր ռեսուրս է իրենց համար։ Ծրագիրը նպատակ ունի թիրախային բնակավայրերում բարելավել տեղաբնակների տնտեսական պայմանները բնական ռեսուրսների կայուն օգտագործման և պահպանման միջոցով։ Այդ նպատակին հասնելու համար 3 կարևոր արժեշղթա ընտրվեց՝ կայուն ներառական զբոսաշրջություն, վայրի հավաքչություն և տեղական գյուղմթերքի արտադրություն, մատակարարում туриզմին և հյուրընկալությանը։ Նշեմ, որ այս ծրագիրը ուներ 2 առանցքային ուղղություն, մեկը բնապահպանականն է, որը իրականացնում էր բնության համաշխարհային հիմնադրամը, մյուսը տնտեսական զարգացման բաղադրիչն էր, որը իրականացնում է ռազմավարական զարգացման գործակալությունը։ Ծրագրի շրջանակներում ընտրվել էր 17 գյուղական բնակավայր Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից։ Այս բնակավայրերը կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում, ուստի շատ կարևոր էր հենց այդ համայնքներում բնահեն զբոսաշրջային ձևեր խթանելը եւ համայնքներում խթանել եւ տնտեսական զարգացում եւ բնապահպանություն։ Թիրախային մարզերից 31 շահառուներ ստացել են տարատեսակ աջակցություն ծրագրի շրջանակներում։ Ունենք 17 շահառու Վայոց ձորի մարզում, 9 շահառու Լոռու մարզից, 4 Տավուշից եւ 1 Սյունիքից։ Մարզային նախաձեռնություններին, բիզնեսներին աջակցելը ծրագրի շրջանակներում շատ կարևոր էր հատկապես տնտեսական զարգացման համար եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ ծրագրի շնորհիվ այս թիրախային բնակավայրերում շուրջ 600 մարդ ունի զբաղվածություն եւ ինքնազբաղվածություն եւ կարող ենք նշել, որ առավել քան 450 ընտանիք ունեն այլընտրանքային եկամտի աղբյուր, որոնք անմիջապես կապված են բնական ռեսուրսների հետ, այսինքն իրենց գործունեություն ծավալում են կայուն ներառական զբոսաշրջության ոլորտում, վայրի հավաքչության ոլորտում, ինչպես նաև տեղական գյուղմթերքի արտադրության ոլորտում։ Երբ խոսում ենք туриզմի զարգացումից, կարևոր է չմոռանալ, որ туриզմը ունի ուղղակի եւ անուղղակի տնտեսական ազդեցություն համայնքների վրա։ Շատ հաճախ туриզմի զարգացման ծրագրերում բացառապես կենտրոնանում են ուղղակի ազդեցության վրա, անտեսելով անուղղակի գործոնները, որոնք երբեմն հանդիսանում են իրական խոչընդոտ туриզմի երկարաժամկետ զարգացման համար։ Այս խնդրից խուսափելու համար ծրագրի միջոցով նաև փորձեցինք զարգացնել туриզմի հետ առնչվող փոխկապակցված արժեշղթաները, մասնավորապես վայրի հավաքչություն եւ տեղական գյուղմթերքի մատակարարում եւ արտադրություն։ Սա շատ հատկանշական էր եւ կարելի ասել կարևոր ձեռքբերում էր ծրագրի համար, քանի որ երբեմն туриզմի զարգացման process-ը դանդաղում է, քանի որ խոչընդոտներ կան հենց туриզմի հետ փոխկապակցված արժեշղթաներում։ Համայնքներում կա ձևավորված թյուր կարծիք, որ туриզմից տնտեսական եկամուտ կարելի է ստանալ բացառապես հյուրատուն կամ հյուրանոց կառուցելով եւ մաստեր պլանների բացակայության արդյունքում շատ հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես են այդ համայնքները կորցնում իրենց զբոսաշրջային գրավչությունը եւ շատ հաճախ տվյալ համայնքում հասանելի միակ ենթակառուցվածքը դառնում է գիշերակացի ենթակառուցվածքները։ Եթե այս միտումը շարունակվի, կունենանք պատկեր, որ համայնքներում միակ արկա զբոսաշրջային գրավչությունը դա հյուրանոցը կամ հյուրատունն է եւ այդ բիզնեսները շարունակաբար մրցում են միմյանց հետ։ Ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել տարբեր բիզնեսներ, տարբեր փորձառություններ, որպեսզի նրանք կարողանան միմյանց հետ համագործակցելու եզրեր գտնել, քանի որ կայուն զբոսաշրջությունը իրենից նաև ենթադրում է տնտեսական ներառականություն, այսինքն հնարավորություն տալ համայնքի ամբողջ համայնքին զբոսաշրջությունից այլընտրանքային եկամուտներ ձևավորել։ Այս համատեքստում ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը այն էր, որ զարգացրեցինք նաև туриզմին մատակարարող արժեշղթաները եւ հենց այդ արժեշղթաները փորձեցինք շատ սահուն կերպով ներգրավել զբոսաշրջային փորձառությունների մեջ։ Դրա վառ օրինակը վայրի հավաքչությունն է, որը որ լայն տարածված է Հայաստանում եւ ինքնին շատ յուրահատուկ փորձառություն է, որը կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկների համար։ Օրինակ դսեղ բնակավայրում հիմնեցինք Լորենի թեյարանը,
որը շատ տարբերվող փորձառություն է Լորվա մարզում, եւ զբոսաշրջիկները թեյելուց բացի կարող են մասնակցել վայրի խոտերի հավաքին, այդ ամբողջ process-ը բավականին գրավիչ զբոսաշրջային փորձառություն է։ Եվ շատ մեծ պահանջարկ են վայելում farm to table կոնցեպտը, կամ այլ կերպ ասում են locally sourced product, որը որ մեծ պոտենցիալ ունի Հայաստանում, այսինքն ինչ է սա իրենց ենթադրում, որ զբոսաշրջիկները ավելի շատ հակված են այցելելու այն վայրերը, որտեղ որ իրենց մատուցում են տեղական արտադրանք, տեղական մթերք, եւ ամբողջ աշխարհում այն հոռեկա ոլորտի բիզնեսներն, ովքեր շատ գրագետ կերպով կարողանում են ինտեգրել այդ կոնցեպտներն իրենց ծառայությունների մեջ, նախ մարքեթինգային առումով շատ ավելի մեծ հաջողություններ են գրանցում, եւ երկրորդը ուղղակիորեն նպաստում են իրենց համայնքների զարգացմանը։ Սա եւս փորձել ենք խթանել հենց այդ մատակարարման արժեշտայի զարգացման շնորհիվ։ Մարզային գործընկերները ծրագրին միացան հենց այդ տեսլականը ունենալով, որ իրենց բիզնես գործունեությունը չպետք է սահմանափակվի զուտ զբոսաշրջային փորձառություններ առաջարկելով, այլ պետք է նաեւ տնտեսական խթան հանդիսանա համայնքի համար, եւ այդ նպատակով իրենց ամբողջ մթերումները սննդի իրականացնում են անմիջապես համայնքից, որն է հնարավորություն է տալի համայնքի ֆերմերներին ունենալ այլընտրանքային եկամտի աղբյուր туриզմին եւ հյուրընկալությանը մատակարարելով։ Իսկ գաստրոտուրիզմը խթանելու համար նախ եւ առաջ պետք է իրազեկված լինել տվյալ համայնքում ինչ ազգային խոհանոց կա, ինչ կարող են գրագետ եւ ճիշտ ներկայացնել, որը իր հերթին բերելու է տեղական արտադրության խթանմանը։ Այս խնդիրը լուծելու համար համագործակցեցինք Սեդրակ Մամուլյանի հետ եւ հրատարակեցինք ազգային խոհանոցի նվիրված ժողովածուներ, որոնք հեղինակել էր պարոն Մամուլյանը։ Գրքեր նվիրված են Վայոց ձորի, Լոռու եւ Տավուշի մարզերի ազգային խոհանոցին։ Այս գրքերը մի կողմից շատ արդյունավետ ուղեցույց են մարզային խոհարարների համար, որպեսզի գիտելիքներ եւ պատկերացում կազմեն իրենց մարզային խոհանոցի ներուժի վերաբերյալ եւ այն գրագետ կերպով ներկայացնեն մարզ այցելող զբոսաշրջիկներին։ Մյուս կողմից էլ գաստրոտուրիզմը խթանելու արդյունավետ գործիքներ են, քանի որ այդ գրքերը հասանելի են երկու լեզվով՝ անգլերեն եւ հայերեն, եւ ունեն նաեւ QR կոդեր, ինչը այցելուներին հնարավորություն է տալիս սկանավորել եւ տվյալ ճաշացանկի վերաբերյալ ստանալ կարևոր տեղեկատվություն, ինչպես նաև կերակուրը պատրաստել հենց անձամբ շեֆ խոհարարի հետ։ Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացումը շատ սահուն կերպով կապակցվում է գինոտուրիզմին, որը գլխավոր տենդենսներից մեկն է հայկական զբոսաշրջության, եւ այս ուղղությամբ եւս ծրագիր ունեցավ իր ներդրումը։ Մենք գիտենք, որ գինին շատ լավ համադրվում է պանրի հետ, եւ Վայոց ձորը, որը գինու մարզն է Հայաստանի, կան բազմաթիվ գինեգործարաններ, գինու արտադրություններ, համտեսի սրահներ, ովքեր մինչ ծրագիրը իրենց գինիները համադրում էին ներկրված պանիրների հետ, եւ այս բացը լուծելու համար փորձեցինք խթանել նաեւ տեղական պանրի արտադրությունը, որը դարձավ շատ սիրված զբոսաշրջային վայր։ Արենի խոշորացված համայնքում, Ելփին գյուղում բացել ենք Արջիս պանրի համտեսի սրահը, որը Հայաստանում պանրի համտեսի երկրորդ սրահն է եւ հաջողություն գրանցեց հատկապես տեղական պանիրը տեղական գինիների հետ համադրելու գործընթացում ու արդեն հասցրել է դառնալ պահանջված պրոդուկտ եւ կարելի ասել բոլոր գինուտուր փաթեթների մեջ ներգրաված է այդ փորձառությունը։ Ծրագրի մյուս նորարարական մոտեցումը տուրօպերատորներին ամբողջ process-ում ներգրավելն էր։ Այս ծրագրում նաեւ համագործակցել ենք մի շարք առաջատար ներգնա եւ ներքին տուրօպերատորների հետ, քանի որ բազմաթիվ դեպքեր էինք նկատել, թե ինչպես են մարզերում ստեղծվում շատ հետաքրքիր տարբերվող զբոսաշրջային փորձառություններ, սակայն գործարար կապերի բացակայության պատճառով ծրագրի ավարտից հետո այդ բիզնեսները իրենց գործունեությունը դադարեցնում էին։ Մենք նպատակ ունեինք երկարաժամկետ կայունություն ապահովել մարզային բիզնեսների համար։ Ուստի ներգնա տուրօպերատորներին ներգրավելով նախ գործարար կապեր էինք ստեղծում մարզային բիզնեսի եւ տուրօպերատորների միջեւ, մյուս կողմից էլ պրոդուկտի կոնցեպտները մշակելու, այդ փորձառությունները մշակելու ժամանակ տուրօպերատորների ուղիղ կարծիքն էինք հարցնում, քանի որ վերջին հաշվով հենց այդ տուրօպերատորներն են, որ Հայաստանը գրավիչ կերպով ներկայացնում են տարբեր միջազգային էքսպոների ժամանակ եւ զբոսաշրջային հոսքեր ապահովում մարզեր։ Ծրագրի գործընկեր տուրօպերատորները մասնակցել են մի շարք հեղինակավոր միջազգային զբոսաշրջային էքսպոների, ինչպիսիք են ITB Berlin, ITB Singapore, WTM London, ATM Dubai եւ այլն, որտեղ ներկայացրել են մարզային բիզնեսները, որոնք ստեղծվել էին ծրագրի աջակցությամբ։ Սա շատ կարևոր էր, որ տուրօպերատորները մարզային բիզնեսները ներառեն իրենց տուր փաթեթներում եւ դրանք գրագետ կերպով խթանեն միջազգային շուկայում,
քանի որ այս կերպ մենք ապահովում ենք երկարաժամկետ կայունությունը բիզնեսների։ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցելով փորձել ենք մեր ներդրումը ունենալ կլաստերային զարգացման մեջ եւ այն վայրերում, որտեղ որ ունենք աշխարհական համընկնումներ, փորձել ենք բիզնեսների զարգացվածությունը տանել այն ուղղությամբ, որը կնպաստի զբոսաշրջային այդ կլաստերի զարգացմանը։ Օրինակ հատկանշական է Արենի բնակավայրում, Արենի մեկ քարայրում թվային իմերսիվ փորձառության ներկայացումը։ Առաջին անգամ Հայաստանում մարդիկ VR-ակնոցները կրելով հնարավորություն են ստանում 6000 տարի հետ գնալ պատմության մեջ եւ ծանոթանալ գինեգործության, գինեխմության 6000 տարվա պատմությանը։ Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, քանի որ նախ խթանում է Արենի համայնքի եւ առհասարակ ամբողջ Վայոց ձորի որպես գինու մարզի զարգացմանը։ Այս փորձառությունը այս տարի առաջին անգամ կներկայացնենք WTM Լոնդոնի շրջանակներում, որը վստահ ենք կնպաստի Հայաստանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Արլուպայի հետ համագործակցելով մշակել ենք VR փորձառություն, որը հնարավորություն է տալիս մարդկանց VR-ակնոցները կրելով ծանոթանալ 6000 տարվա գինեխմության ավանդույթին։ VR-ակնոցների շնորհիվ մարդիկ նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Արենի մեկ քարայրի կամ այլ կերպ, ինչպես ասում են, թռչունների քարանձավին, դրա առանձնահատկություններին, ինչպես նաև այնտեղ ապրող բազմաթիվ էնդեմիկ թռչուններին։ Նման փորձառությունը ունենալու է շղթայական դրական ազդեցություն ողջ գինու տուրիզմի ոլորտի համար, սկսած գինու համտեսից մինչև խաղողագործություն, որը Վայոց ձորում եկամտի աղբյուր է հարյուրավոր ընտանիքների համար։ Արկածային զբոսաշրջությունը գնալով մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում, իսկ Հայաստանը ունի, կարելի ասել, անսահման ռեսուրսներ արկածային զբոսաշրջության տարբեր ձևեր առաջարկելու մեջ։ Այս ուղղությունը զարգացնելու համար շատ առանցքային է նախ եւ առաջ ունենալ որակավորված լավ կադրեր։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի եւ գիդերի գիլդիայի հետ համագործակցելով իրականացրել ենք երկարաժամկետ դասընթաց մարզային գիդ ուղեկցորդների պատրաստման ուղղությամբ։ Կարևոր է, որ ամեն մարզում ունենանք լոկալ ուղեկցորդներ, ովքեր բանիմաց են, փորձառու են եւ կարող են իրենց համայնքը գրագետ կերպով ներկայացնել զբոսաշրջիկներին։ Արկածային զբոսաշրջության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էքստրեմալ զբոսաշրջային ձևերը եւ դրանք հաջողությամբ իրականացնելու համար կարևոր նախապայման է փորձառու մասնագետների ներգրավվածությունը։ Այս համատեքստում համագործակցեցինք Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի հետ եւ իրականացրեցինք դասընթացներ, որն ուղղված էր ոլորտում արդեն իսկ գործունեություն ծավալող մասնագետների վերապատրաստմանը։ Ծրագրի շրջանակներում մշակել ենք մի շարք բնահեն եւ արկածային զբոսաշրջային ձևեր, որոնցից թերևս ամենասիրվածն ու պահանջվածը դարձավ ռեյնջեր տուրը Արփա պահպանվող լանդշաֆտում։ Այդ լանդշաֆտը հանդիսանում է բնակավայր այնպիսի վտանգված կենդանիների համար, ինչպիսին է կովկասյան լեոպարդը կամ բեզոարյան այծը եւ այլն։ Զբոսաշրջային այս փորձառությունը իր տեսակով եզակի է եւ ունի նաեւ կրթական կոմպոնենտ։ Այցելուներին հնարավորություն է տրվում ոչ միայն ծանոթանալ թե բնապահպանները, ում նաեւ ռեյնջեր են անվանում, իրենք ինչ գործունեություն են ծավալում, ինչպես են հոգ տանում այդ պահպանվող տարածքի վերաբերյալ, այլ նաեւ ունենալ եզակի զբոսաշրջային փորձառություն թռչնադիտարկման կամ կենդանադիտարկման տեսքով։ Արփա պահպանվող լանդշաֆտում կային մի քանի քայլարշավային արահետներ եւ քանի որ այդ տարածքը այցելում էին բազմաթիվ անկախ զբոսաշրջիկներ, կարևորեցինք այդ արահետներից թերևս ամենապահանջվածի թվայնացումը, որպեսզի անկախ այցելող զբոսաշրջիկը կարողանա անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ եւ պատկերացում կազմի պահպանվող տարածքի կենսաբազմազանության վերաբերյալ։ AR Trails-ի հետ թվայնացրեցինք այդ արահետը եւ զբոսաշրջիկները հավելվածը ներբեռնելով կարող են ունենալ ինտերակտիվ քայլարշավ, ճանապարհին ստանալ արժեքավոր տեղեկատվություն, տեսնել այն վտանգված կենդանիների պատկերները, որոնց դժվար առօրյայում կարող են հանդիպել։ Կարևորեցինք նաեւ Լորվա մարզում Լորու Տաթան Ահնիձոր ուղղությամբ քայլարշավային արահետի կառուցումը, որը իր հերթին մաս է կազմում ավելի մեծ արահետի, որը կապում է Տավուշի մարզը Լորվա մարզին։ Այս արահետը զուտ քայլարշավային արահետ չէ, այլ շատ մեծ նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից։ Այստեղ դեռ 2018 թվականին նկատվել էր կովկասյան ընձառյուծը, ավելի հստակ Օկոն բնակավայրում, որտեղ արահետից զատ նաև կառուցել ենք համապատասխան ենթակառուցվածք։ Այնտեղ գործելու է Օկոն Highlands վրանատեղին, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին քայլարշավը չդադարեցնել, ունենալ համապատասխան ենթակառուցվածք,
գիշերակացը այնտեղ անցկացնելու եւ քայլարշավը շարունակելու։ Նախկինում համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով քայլարշավները շատ հաճախ ընդհատվում էին։ Նման ենթակառուցվածքների ստեղծումը հավելյալ փորձառություն է զբոսաշրջիկների համար եւ խթան, որպեսզի վերջիններս առնվազն 1 օր ավել մնան տվյալ մարզում։ Լիլա ծրագրի մեկ այլ կարևոր ձեռքբերումը կանանց ներգրավումն էր, քանի որ մենք նպաստում էինք ներառական կայուն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև վայրի հավաքչությանը, այս ոլորտներում կանանց ներգրավվածության թիվը բավականին մեծ է։ Ինչպես նշեցի, շուրջ 600 մարդ ծրագրի շնորհիվ ունի զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն, որոնց գրեթե կեսը կանայք են։ Ոչ միայն մեր գործընկեր տուրօպերատորներն են կանանց ներգրավում այս ամբողջ աշխատանքներում, այլ նաև մարզային մի շարք բիզնեսներ հենց կանանց նախաձեռնություններ են եւ դրանք ոչ միայն հաջողությամբ կյանքի են կոչվել, այլ հասցրել են սիրվել եւ մեծ պահանջարկ վայելել զբոսաշրջային շուկայում։ Նմանատիպ ծրագրերի իրականացումը համայնքներում շատ կարևոր է ոչ միայն զբոսաշրջության զարգացման համար, այլ ընդհանուր առմամբ մարզի տնտեսական պայմանները բարելավելու, տնտեսական կյանքը աշխուժացնելու եւ տեղացիների համար աշխատատեղեր ստեղծելու համար։